Քրիստոսից 1900 տարի առաջ մի երիտասարդ եգիպտացի կին խլվեց այն ամենից, ինչ գիտեր, նա չուներ գրանցված ազգանուն, չուներ ճանաչված ընտանիք, չուներ ձայն, նա սեփականություն էր, բայց այս կինը, առանց կարգավիճակի, առանց իրավունքների, առանց հույսի, ստացավ մի բան, որը ոչ մի նահապետ կամ մարգարե չէր ստացել իրենից առաջ, դեմ առ դեմ հանդիպում Տիրոջ հրեշտակի հետ պատիվը լինելու Սուրբ գրքում առաջին անձնավորությունը, ով անուն տվեց Աստծուն։ Նախքան տեսանյութը շարունակելը, ցանկանում եք ամրապնդել ձեր աղոթքի կյանքը դեռս օգնել մեր ալիքին աճել, ես պատրաստել եմ նյութ ավելի քան 50 հատուկ աղոթքներով, ձեզ առաջնորդելու համար, ցեղմեք նկարագրության մեջ եղած հղմանը օգնեք մեր նախագծին տարածել Քրիստոսի խոսքը, մտածիր հին Եգիպտոսի մասին։ Քրիստոսից մոտ 1900 տարի առաջ, մոնումենտալ բուրգերի մի քաղաքակրթություն, փարավոնների, որոնց վերաբերվում էին որպես կենդանի աստվածների, մի սոցիալական կառուցվածքի, որն այնքան կարծր էր, որքան քարերը, որոնք բարձրացնում էին իրենց տաճարները, բացարձակ հիերարխիաների այս աշխարհում պատմության կողմից չգրանցված անունով մի երիտասարդ կին ապրում էր թագավորական պալատի ծառաների մեջ, մենք չգիտենք, թե ինչպես նա հասավ այնտեղ, հնարավոր է ծնվել էր ստրուկների դուստր, հնարավոր է վաճառվել էր սեփական ընտանիքի կողմից սովի ժամանակ, հնարավոր է գերեվարվել էր կայսրության սահմաններում որը ռազմական արշավանքի ժամանակ, այն, ինչ գիտենք, այն է, որ նա կրում էր Էգոր անունը, մի սեմական անուն, ոչ եգիպտական, որը որոշ գիտնականներ թարգմանում են որպես փախուստ կամ օտարերկրացի, նույնիսկ նրա անունը ազդարարում էր այն, ինչ պիտի գար։ Էգորի պատմությունը մտնում է աստվածաշնչյան արձանագրության մեջ կողմնակիորեն, գրեթե պատահականորեն, նա հայտնվում է որպես մի մանրուք Էբրեոյի Սերայի ավելի մեծ պատմության մեջ, Գենեզիսի 12-րդ գլխի տեքստը պատմում է, որ Էբրեոն իջավ Եգիպտոս, փախչելով Քենեոն տիրող սաստիկ սովից, այնտեղ վախենալով, որ փարավոնը կսպանի իրեն, իր կնոջը Սերային տիրանալու համար, ով նկարագրված էր որպես արտակարգ գեղեցիկ, Էբրեոն նրան ներկայացրեց որպես իր քույր, ծրագիրը մասնակիորեն աշխատեց։ Փարավոնն իսկապես հիացավ Սերը, ով տարավ նրան իր հարեմը, փոխարենը նա Էբրեոին նվիրեց զգալի հարստություններ, ոչխարներ, եզներ, էշեր, ծառաներ, աղախիններ։ Էգորը հավանաբար այդ նվերներից մեկն էր։ Դիտարկիր այս երիտասարդ կնոջ իրավիճակը, մեկ օրվա մեջ նա եգիպտական պալատի ծառայից դարձավ անապատում թափառող մի օտարերկրացի քոչվորի սեփականություն, նա հետում թողեց Նելոն, քարե քաղաքները, վեհաշուկ տաճարները, նա նետվեց վրանների, հոտերի, մշտական տեղաշարժի մի կյանքի մեջ, նա ընտրություն չուներ, նրա հետ չխորհրդակցեցին, նա ապրանք էր, որը փոխանցվում էր մի տիրոջից մյուսին որպես դիվանագիտական բանականության մի մաս, որը նա նույնիսկ չհասկացավ։ Անցան 10 տարիներ։ 10 տարի Սերան հետում էր իր արգանդի դատարկ մնալուն, մինչդեռ Աստծո խոստումները աստղերի պես բազմաթիվ սերունդների մասին արձագանքում էին հիշողության մեջ, 10 տարի Էբրեոն սպասում էր խոստացված որդուն, որը չէր գալիս։ 10 տարի Էգորը ծառայում էր լռության մեջ, անտեսանելի, մի ֆունկցիոնալ ներկայություն իր տիրուհու վրանում։ Այնուհետ Սերան որոշում կայացրեց, հետելով հին մերձավոր արելքում տարածված մի սովորույթի, նա իր եգիպտացի ստրկուհուն առաջարկեց որպես հարճ իր ամուսնուն, այդ պրակտիկան ուներ տեխնիկական անուն ժամանակի ամուսնական պայմանագրերում։ Ամուլ կինը պետք է ապահովեր մի փոխարինողի ժառանգներ ծննդաբերելու համար, այս միությունից ծնված երեխաները օրինականորեն կհամարվեին տիրուհու զավակները, ոչ թե աղախնի, դա պրագմատիկ լուծում էր, մշակութային առումով ընդունված, փաստաթղթավորված նույն դարաշրջանի մեսոպոտամյան խեթական տեքստերում։ Դիտիր, թե ինչ է տեղի ունենում այդ պահին, Էգորի հետ չխորհրդակցեցին, ոչ ոք չհարցրեց, թե արդյոք նա ուզում էր պառկել իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ, ոչ ոք հաշվի չառավ նրա զգացմունքները, վախերը, ընդհատված երազանքները։ Նա վերարտադրողական գործիք էր, մի հասանելի արգանդ, իր տիրուհու խնդիրը լուծելու համար, աստվածաշնչյան տեքստն արձանագրում է գործարքը ուղղակիորեն։ Սերային վերցրեց Էգորին, Եգիպտացուն, իր աղախնին, նրան կնության տվեց Էբրոին։ Վերցրեց, տվեց, տիրապետման բայեր, կիրառված մի անձի նկատմամբ։ Էգորը արագ հղիացավ, եւ նրա մեջ ինչ-որ բան փոխվեց, Գենեզիսի 16-րդ գլխի տեքստն ասում է, որ երբ նա հասկացավ, որ հղի է, իր տիրուհին արամարվեց նրա աչքում, որոշ թարգմանիչներ օգտագործում են արամարանքով էր նայում արտահայտությունը։ Ուրիշները նսեմացավ նրա հարգանքի մեջ, ինչ կատարվեց այդ երիտասարդ ստրկուհու սրտում։ Թերս կյանքում առաջին անգամ Էգորն ուներ մի բան, որն իր տիրուհին չուներ, նա իր արգանդում կրում էր տան ապագա ժառանգին, նա արժեք ուներ, նա ուժ ուներ, նա ուներ մի բան, որը ոչ ոք չէր կարող խլել իրենից այդ պահին, տարիների լուռ նվաստացումը, հարկադիր հնազանդությունը, լիակատար անտեսանելիությունը, այս ամենը հիմա եռում էր մի մարդկային, հասկանալի խորապես խնդրահարույց արձագանքի մեջ։
Սերան արձագանքեց կատաղությամբ, նա գնաց Էբրեոյի մոտ թափեց իր հուսահատությունը։ Իմ անիրավությունը քեզ վրա լինի, ես ինքս իմ աղախնին դրեցի քո գիրկը, հիմա երբ նա գիտի, որ հղի է, ես արամարված եմ նրա կողմից, թող Տերը դատի իմ քո միջ։ Էբրեոյի պատասխանը շատ բան է հայտնում այդ տան դինամիկայի մասին, նա պարզապես պատասխանատվությունը վերադարձրեց Սերային։ Քո աղախինը քո ձեռքում է, արդ նրան այնպես, ինչպես քեզ լավ է թվում։ Արդ նրան այնպես, ինչպես քեզ լավ է թվում։ Նահապետը լվաց իր ձեռքերը, հղի կինը, իր երեխայի հետ միասին հանձնվեց խանդոտ կնոջ վրեժին։ Տեքստը օգտագործում է մի կոնկրետ եբրայերեն բառ նկարագրելու համար, թե ինչ արեց Սերան, չարչարել նրան, եբրայերեն «ընա» բայը կրում է ճնշման, նվաստացման, դաժան վերաբերմունքի երանգներ, դա նույն բայն է, որն օգտագործվում է սերունդներ անց Եգիպտոսում իսրայելացիների ստրկությունը նկարագրելու համար։ Էգարը փախավ։ Հղի մենակ մի եգիպտացի ստրկուհի Քենեի անապատում, նա բռնեց Սուրի ճանապարհը, այն ուղին, որը տանում էր հետ դեպի Եգիպտոս, նա տոն էր վերադառնում, փորձում էր փախչել ցանկացած տեսակի ծառայությունից, պարզապես վազում էր առանց նպատակի, հուսահատությունից դրդված, տեքստը չի ասում, միայն արձանագրում է, որ նա կանգ առավ մի ջրի աղբյուրի մոտ, ոչ մի տեղի մեջտեղում։ Եվ այնտեղ տեղի ունեցավ մի բան, որը նախադեպը չուներ Սուրբ գրքում։ Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան, ոչ թե Էբրեոյին, նահապետին, ոչ թե Սերային, նախամորը, նրան, փախստական ստրկուհուն, առանց կարգավիճակի, առանց իրավական պաշտպանության, հասարակության աչքում առանց որեկարորության կնոջը, եւ առաջին բանը, որ արեց այս աստվածային պատգամաբերը, նրան իր անունով կանչելն էր։ Էգար, Սերեյի աղախին։ Սա աստվածաշնչյան պատմության մեջ առաջին անգամն է, որ ինչ-որ մեկը դիմում է Էգարին, օգտագործելով նրա սեփական անունը, ոչ թե եգիպտացի, ոչ թե աղախին, Էգար, նա ուներ երկնքի կողմից ճանաչված ինքնություն։ Հրեշտակը տվեց երկու պարզ հարց. Որտեղից ես գալիս, ո՞ր ես գնում։ Էգար պատասխանեց դաժան ազնվությամբ. Ես փախչում եմ իմ տիրուհի Սերեյի երեսից։ Հրամանը, որը հաջորդեց, ժամանակակից ականջներին դաժան է թվում։ Վերադարձիր քո տիրուհու մոտ, խոնարհվիր նրա ձեռքերի տակ, վերադարձիր ճնշմանը, վերադարձիր նվաստացմանը, վերադարձիր այն տունը, որտեղ քեզ որպես մարդ չեն տեսնում։ Բայց այս հրամանի հետ մեկտեղ եկավ մի արտակարգ խոստում, հրեշտակը հայտարարեց, որ կբազմապատկի Էգարի սերունդը այնպես, որ հնարավոր չի լինի հաշվել, ասաց, որ նա մի որդի կծնի, նրա անունը Էզմայել կդնի, Աստված լսում է, որովհետև Տերը լսել էր նրա տառապանքը։ Նա նկարագրեց այդ որդու ապագան վայրի ազատության պատկերներով։ Նա կլինի վայրի էշի պես, ազատ ապրող, նրա ձեռքը, բոլորի դեմ, բոլորի ձեռքը, նրա դեմ, բնակվելով իր բոլոր եղբայրների երեսի առջ։ Պատկերացրու սրա չափերը, առանց իրավունքների մի ստրկուհի ստացավ սերնդի մի խոստում, որն արձագանքում էր հենց Էբրեոյին տրված խոստումներին, մի կին, ում հասարակությունը համարում էր միանգամյա օգտագործման սեփականություն, լսեց, որ իր որդին լինելու է մի ազգի սկիզբը։ Եվ այնուհետ Էգարն արեց մի բան, որը ոչ մի մարդ արարած նախկինում չէր արել Սուրբ գրքում, նա անուն տվեց Աստծուն։ Դու տեսնող Աստված ես, հայտարարեց նա, եբրայերեն Էլ Ռոյ, եւ ավելացրեց. Արդյոք ես տեսա նրան, ով տեսնում է ինձ։ Էլ Ռոյ, տեսնող Աստված։ Էգարը անտեսանելին, արամարվածը, փախստականը նա անվանեց աստվածայինին, նա խոստովանեց, որ իր մեծագույն անօգնականության պահին, երբ ոչ մի մարդկային աչք չէր հոգում իր մասին, կար մի հայացք, որը գտավ իրեն, մի Աստված, ով տեսնում էր անապատում լացող հղի ստրկուհիներին, մի Աստված, ով լսում էր անձայնների լուռ ճիչը։ Նա վերադարձավ Էբրեոյի Սերեյի տուն, վերադարձավ ծառայությանը, վերադարձավ նվաստացմանը, բայց վերադարձավ տարբերվող, վերադարձավ գրելով այն համոզմունքը, որ տեսնող Աստվածը ուշադիր էր իր նկատմամբ։ Էզմայելը ծնվեց, Էբրեոն 86 տարեկան էր, 13 տարի այս տղան նահապետի միակ որդին էր, 13 տարի Էգարը տանը զբաղեցնում էր երկիմաստ դիրք, ստրկուհի, բայց ժառանգի մայր, անտեսանելի, բայց անփոխարինելի։ Այնուհետ Սերան հղիացավ։ Հակառակ բոլոր կենսաբանական հավանականությունների, նա 90 տարեկան էր, Էբրեոն 100, խոստացված որդին եկավ, Էսեքույլը ծնվեց, եւ նրա ծնունդով Էգարի Էզմայելի դիրքը կտրուկ փոխվեց։ Գնեզիսի 21-րդ գլխի տեքստը արձանագրում է Էսեքույլի կաթից կտրելու խնջույքը։ Տոնակատարության ժամանակ Սերան տեսավ Էզմայելին, այժմ մոտ 14 տարեկան մի դեռահասի, որն անում էր մի բան, որը խորապես անհանգստացրեց նրան։
Օգտագործված եբրայերեն բառը երկիմաստ է, այն կարող է նշանակել ծիծաղել, ծաղրել կամ խաղալ, որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ Էսմայելը ծաղրում էր փոքրիկ Էսեքույին, մյուսները տեսնում են պարզապես եղբայրական խաղ։ Ինչպիսին էլ որ լիներ ժեստի բնույթը, Սերան արձագանքեց ծայրահեղ պահանջով. «Վռնդիր այս ստրկուհուն նրա որդուն, որովհետև այս ստրկուհու որդին ժառանգ չի լինի իմ որդի Էսեքույի հետ միասին»։ Վռնդիր, ոչ թե ճանապարհիր, ոչ թե ազատիր, վռնդիր, ինչպես վռնդում են անցանկալի կենդանուն։ Տեքստն ասում է, որ դա շատ վատ թվաց Էբրայոյի աչքին, իր որդու պատճառով, նկատիր, իր որդու պատճառով, ոչ թե Էգորի պատճառով, կինը, ով Էսմայելին կրել էր իր արգանդում, ով կերակրել էր նրան, ով մեծացրել էր նրան 14 տարի, նա մնում էր անտեսանելի նահապետի հարգանքի մեջ։ Բայց Աստված նորից միջամտեց, ասաց Էբրայոյին կատարել Սերայի խնդրանքը, երաշխավորելով, որ Էսմայելից նույնպես մի մեծ ազգ կստեղծի, որովհետև նա Էբրայոյի սերունդն էր, աստվածային խոստումը ծածկում էր տղային, մայրը հիշատակվեց միայն որպես ստրկուհի։ Հաջորդ առավոտյան Էբրայոն վաղ արթնացավ, վերցրեց հաց մի տիկ ջուր, ոչ թե պաշար ճանապարհորդության համար, այլ նվազագույնը, որպեսզի ուղղակի սպանություն չթվա, այդ ամենը դրեց Էգորի ուսերին, տղային հանձնեց նրան, ճանապարհեց, տասնամյակների ծառայությունից հետո, նրա համար որդի ծնելուց հետո, այդ ամենից հետո, հաց ջուր։ Էգորը մեկնեց, նա անպատակ քայլեց Բրսբեի անապատով, երբ ջուրը վերջացավ, նա արեց մի բան, որը կոտրում է ցանկացած կարդացողի սիրտ։ Տղային դրեց մի թփի տակ, հեռացավ մի նետ ընկեց տարածության վրա, նստեց ինքն իրեն ասաց. «Թող ես չտեսնեմ տղայի մեռնելը»։ Եվ լաց եղավ։ Ստրկուհին, ով գտել էր տեսնող Աստծուն, հիմա փակում էր աչքերը, որպեսզի չտեսնի իր որդու ծարավից մեռնելը։ Կինը, ով անհամար սերունդների խոստումներ էր ստացել, հիմա սպասում էր մահվան անապատում։ Բայց Աստված լսեց։ Ոչ թե Էգորի լացը, տեքստը կոնկրետ է, Աստված լսեց տղայի ձայնը, Էսմայելը Աստված լսում է, լսվեց այն Աստծո կողմից, ով խոստացել էր լսել նրան դեռ նախքան նրա ծնունդը։ Աստծո հրեշտակը երկնքից կանչեց Էգորին. «Ինչ է քեզ հետ պատահել, Էգոր, մի վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, որտեղ նա գտնվում է, վեր կաց, վերցրու տղային բռնիր նրա ձեռքից, որովհետև նրանից մի մեծ ազգ եմ ստեղծելու»։ Եվ այնժամ Աստված բացեց նրա աչքերը։ Այնտեղ մի ջրհոր կար, այն այնտեղ էր եղել ամբողջ ժամանակ, բայց Էգորը, հուսահատությունից կուրացած, չէր կարողացել տեսնել, տեսնող Աստվածը բացեց չտեսնող կնոջ աչքերը։ Նա լցրեց տիկը, ջուր տվեց տղային, նրանք ողջ մնացին։ Էսմայելը մեծացավ Փերեի անապատում, նա աղեղնավոր դարձավ, Էգորը, եգիպտացի ստրկուհին, նրա համար մի եգիպտացի կին գտավ, կինը, ով խլվել էր Եգիպտոսից, երաշխավորեց, որ իր որդին կապվի իր արմատներին, եւ Էսմայելի սերունդները բազմապատկվեցին, կատարելով այն խոստումը, որը տրվել էր այն երիտասարդ փախստականին Սուրի ճանապարհին գտնվող աղբյուրի մոտ։ Բայց Էգորը միակը չէր, նա միակ ստրկուհին չէր, ում մարմինն օգտագործվեց նահապետների տանը պտղաբերության խնդիրները լուծելու համար, նա աստվածաշնչյան պատմությունների միակ անտեսանելի կինը չէր։ Մտածիր Զիլփեի, Բիլեի մասին։ Երբ Ջեկն, Էբրայոյի թոռը, ամուսնացավ Լեայի Ռեքյուելի հետ, կանանցից յուրաքանչյուրը իր հայր Լեբայից նվեր ստացավ մի աղախին, Զիլփեն գնաց Լեայի մոտ, Բիլեն գնաց Ռեքյուելի մոտ, եւ երբ երկու քույրերի մեջ երեխաների համար մրցակցությունը սաստկացավ, այս աղախինները առաջարկվեցին որպես հարճեր։ Ռեքյուելը, հուսահատված իր ամլությունից, ասաց Ջեկին. «Ահա իմ աղախին Բիլեն, մտիր նրա մոտ, որպեսզի նա ծնի իմ ծնկների վրա, ես նույնպես երեխաներ ունենամ նրա միջոցով, իմ ծնկների վրա» արտահայտությունը տեխնիկական էր։ Դա նշանակում էր, որ օրինականորեն երեխաները կլինեն Ռեքյուելինը, ոչ թե Բիլեինը։ Բիլեն ծնեց դին Նեֆթելիին, Լեան, տեսնելով, որ դադարել է հղիանալ, առաջարկեց Զիլփեին, Զիլփեն ծնեց Գեդին Էզրին, Իսրայելի 12 ցեղերից 4-ը 4 նահապետները, ովքեր անուն պիտի տային Աստծո ժողովրդին, ծնվել էին ստրկուհիներից, ովքեր ընտրություն չունեին։ Նրանցից ոչ մեկը չի հիշատակվում Սուրբ գրքում միակ բառ իսկ արտասանելիս։ Մենք չգիտենք, թե ինչ էին նրանք զգում, մենք չգիտենք, թե արդյոք նրանք լաց էին լինում գիշերները այն բանից հետո, երբ նրանց հանձնում էին մի տղամարդու, ով նրանց չէր սիրում, մենք չգիտենք, թե արդյոք նրանք երազում էին ազատության մասին։ Աստվածաշնչյան տեքստը նրանց վերաբերվում է որպես ֆունկցիոնալ գո։ Լծիկների, հասանելի արգանդների երկու քույրերի միջ պտղաբերության պատերազմում։ Բիլը Զիլփը, նրանց անունները համապատասխանաբար նշանակում են անհոգ մի կաթիլ, հեգնական է, մեկը ամեն ինչ էր, բացի անհոգ լինելուց, մյուսը ավելին էր, քան մի կաթիլը։ Նա 4 ցեղերի աղբյուր էր։
Եվ ոչ միայն տնային ստրկուհիներն էին բնակեցնում հին աշխարհը, կար մեկ էլ ավելի դաժան կատեգորիա՝ պատերազմում գերեվարված կանայք։ Դյուտերոնոմիայի 21-րդ գլուխը պահպանում է հատուկ օրենսդրություն այս թեմայի վերաբերյալ, երբ իսրայելացիները դուրս գային պատերազմի, Տերը նրանց թշնամիներին հանձներ նրանց ձեռքը, եթե մի տղամարդ գերիների մեջ տեսներ մի գեղեցիկ կնոջ ցանկանար նրան, նա կարող էր նրան կնության առնել, բայց կար մի գործընթաց։ Կինը պետք է տարվեր զինվորի տուն, այնտեղ նա պետք է սափրեր իր գլուխը, կտրեր եղունգները, հաներ գերության հագուստները, ողբար իր հոր ու մոր համար մի ամբողջ ամիս, միայն սկի այդ ժամանակահատվածից հետո տղամարդը կարող էր մոտենալ նրան որպես ամուսին։ Ինչ էր նշանակում այս ծեսը, գիտնականները վիճում են, ոմանք տեսնում են գործընթացը մարդկայնացնելու փորձ, կնոջը ժամանակ տալ մարսելու իր ընտանիքի, մշակույթի, նախկին ինքնության կորուստը, գլուխը սափրելու, եղունգները կտրելու արարքը նշում էր անցումը։ Նա դադարում էր լինել այն, ինչ կար, որպեսզի դառնար Իսրայելի մի մասը, գերության հագուստները փոխարինվում էին նոր հագուստներով, մի ինքնություն ջնջվում էր, որպեսզի մեկ ուրիշը կառուցվեր։ Մյուսները տեսնում են պաշտպանության փորձ, շատ հին մշակույթներում պատերազմում գերեվարված կանայք անմիջապես բռնաբարվում էին, վերաբերվում էին որպես միանգամյա օգտագործման ավարի, Դյուտերոնոմիայի օրենքը պարտադիր սպասում էր սահմանում։ 30 օրվա ընթացքում զինվորի ցանկությունը ստիպված էր սառչել, կինը ժամանակ ուներ ցույց տալու իր մարդկայնությունը, երալու որպես անձ, ոչ թե պարզապես մարմին, որոշ տղամարդիկ այդ ժամանակահատվածից հետո թերս հրաժարվում էին, մյուսները թերս զարգացնում էին մի բան, որն ավելին էր, քան կոպիտ ցանկությունը։ Օրենքը նա սահմանում էր հետագա սահմաններ, եթե տղամարդը ամուսնությունը կատարելուց հետո այլս չհավաներ կնոջը, նա չէր կարող նրան որպես ստրկուհի վաճառել, չէր կարող վատ վերաբերվել նրան, նա պետք է թույլ տար նրան ազատ գնալ, որովհետև դու նրան նվաստացրիր, տեքստը ընդունում էր, որ գործընթացում կար նվաստացում, նույնիսկ երբ այն կանոնակարգված էր։ Համեմատիր սա այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում այլ ազգերում, ասորեստանցիները ցցի էին հանում գերեվարված կանանց, բաբելոնացիները նրանց բաժանում էին զինվորների միջ որպես ժամանակավոր պարկ, քանանացիները նրանց զոհաբերում էին այնպիսի աստվածների, ինչպիսին է Մոլոքոյը, հին մերձավոր արելքի դաժան համատեքստում իսրայելական օրենսդրությունը ներկայացնում էր էթիկական սահմաններ դնելու փորձ այնտեղ, որտեղ սահմաններ չկային։ Սա պրակտիկան ընդունելի չի դարձնում ժամանակակից աչքերում, ոչ մի քանակի կանոնակարգում կնոջ բռնի գերեվարումը չի վերածում արդար մի բանի, բայց այն հայտնում է Սուրբ գրքում առկա մշտական լարվածության մասին։ Աստված աշխատում է անկատար մշակույթների ներսում, աստիճանաբար շարժելով սրտերը դեպի ավելի լավ մի բան, առանց ակնթարթորեն կործանելու ամբողջ սոցիալական կարգը։ Նմիրոսի 31-րդ գլուխը առաջարկում է մի անհանգստացնող վիճակագրական հայացք. Մադիանացիների դեմ պատերազմից հետո իսրայելացիները գերեվարեցին 32,000 կույսերի, 32,000 աղջիկներ երիտասարդ կանայք, ովքեր երբեք տղամարդ չէին ճանաչել, բաժանվեցին զինվորների ժողովրդի մեջ, նրանց վերաբերվեցին որպես պատերազմի ավարի, ոչխարների, եզների էշերի կողքին։ Ապշեցուցիչ թվեր, 32,000 ընդհատված ճակատագրեր, 32,000 լռեցված պատմություններ։ Բայց այս մեդալը ունի նա մյուս կողմը, իսրայելական համակարգի ներսում այս գերեվարված կանայք ավելի շատ պաշտպանվածություն ունեին, քան ցանկացած այլ հարան ազգի մեջ, նրանք ներառվում էին համայնքի մեջ, նրանց երեխաները համարվում էին լիիրավ իսրայելացիներ։ Եթե նրանց հետ վատ էին վերաբերվում, նրանք ազատության իրավունք ունեին, եթե նրանց տերերը մեռնեին, նրանք ինքնաբերաբար չէին վաճառվում կամ դեն նետվում։ Սիրիացիների կողմից գերեվարված գեներալ Նեեմի տուն որպես աղախին տարված երիտասարդ իսրայելացի աղջիկը պատկերում է այս դինամիկան հակառակ կերպով։ Second Ezra-ի 5-րդ գլխում այս անանուն աղջիկը ծառայում էր Նեեմի կնոջը, երբ նա իմացավ, որ իր տերը տառապում է բորոտությունից, նա չուրախացավ այն տղամարդու հիվանդությամբ, ով իրեն խլել էր իր երկրից, փոխարենը նա ասաց իր տիրուհուն. Երանի թե իմ տերը լիներ այն մարգարեի մոտ, որը Սեմերիայում է, որովհետև նա կբժշկեր նրան իր բորոտությունից։ Մի ստրկուհի, ով բարին էր մաղթում իրեն գերեվարողին, մի ռազմագերի, ով ուղղորդում էր իր տիրոջը դեպի բժշկություն, պատմությունը չի արձանագրում, թե արդյոք նա հետո ազատվեց, հավանաբար ոչ։ Բայց նրա կարեկցանքը անցնում է դարերի միջով որպես վկայություն մի մարդկայնության, որը ստրկությունը չկարողացավ կործանել։ Եվ հենց սա են բացահայտում այս կանանց պատմությունները, ի վերջո, ստրկությունը կարող էր տիրանալ նրանց մարմիններին, կարող էր ջնջել նրանց անունները պաշտոնական արձանագրություններից, կարող էր լռեցնել նրանց ձայները պատմությունների մեջ։ Բայց չէր կարողանում ջնջել Աստծո պատկերը, որը դրոշմված էր նրանց մեջ։ Էգարը, արամարված փախստական, անվանեց աստվածայինին։ Բիլեն Զիլփեն, որպես փոխարինող արգանդներ օգտագործված, ծնեցին նահապետներ։
Պատերազմում գերեվարված կանայք Իսրայելին միացած դարձան ընտրյալ ժողովրդի նախնիները։ Նեեմի ստրկուհին իր երկրից գողացված բժշկություն բերեց իրեն գերեվարողին։ Օրինաչափությունը կրկնվում է, համակարգը փորձում է նրանց մարդկային կերպարանքից զրկել, Աստված պնդում է տեսնել նրանց։ Եվ ահա այն շրջադարձը, որը փոխում է ամեն ինչ։ Երբ Պողոս առաքյալը գրեց գաղատացիներին դարեր անց, նա օգտագործեց հենց Էգարի Սերայի պատմությունը որպես մի այլաբանություն։ Էգարը ստրկուհին ներկայացնում էր Սինայի ուխտը, օրենքը, որը ստրկություն է ծնում, Սերան ազատը ներկայացնում էր խոստման ուխտը, շնորհը, որն ազատում է։ Բայց ինչ է ասում գիրքը, հարցրեց Պողոսը, դուրս հանիր այդ ստրկուհուն նրա որդուն, որովհետև ստրկուհու որդին ամենին ժառանգ չի լինի ազատի որդու հետ։ Դաժան բառեր, ակնհայտորեն Էգարի մերժման վերջնական հաստատում, բայց նկատիր, թե ինչ է անում Պողոսը հաջորդիվ, նա հայտարարում է. մենք եղբայրներ, խոստման որդիներ ենք, ինչպես է Սեքույը։ Շրջադարձը սա է, նրանք, ովքեր ստրկացած էին ոչ թե մարդկային ծառայությամբ, այլ օրենքով, մեղքով, փրկվելու անհնարինությամբ, ազատվում են խոստումով, նույն Աստվածը, ով տեսավ Էգարին անապատում, տեսնում է յուրաքանչյուր մարդու, ով ստրկացած է իր սեփական վիճակի ծանրության տակ։ Եվ Քրիստոսը, Սերայի խոստացված սերունդը Էսեքույի միջոցով, ազատություն բերեց բոլոր ստրուկներին, ցանկացած տեսակի ստրկությունից։ Ավետարանը չի ընտելացնում այս պատմությունը, չի ձացնում, թե ստրկությունը գոյություն չի ունեցել, չի ջնջում Էգարի արցունքները, ոչ էլ Բելայի Զելփեի լռությունը, ոչ էլ 32,000 մատ յանացի կույսերի վիշտը, բայց այն անցնում է այս պատմությունների միջով մի ձափողող ճշմարտությամբ։ Քրիստոսի մեջ չկա ոչ ստրուկ, ոչ ազատ, չկա ոչ տղամարդ, ոչ կին, բոլորը մեկ են։ Էգարը մեռավ Փերայի անապատում, մենք չգիտենք, երբ, մենք չգիտենք ինչպես, նրա գերեզմանը, եթե նույնիսկ ունեցել է այդպիսին, կլանվել է ավազների կողմից, բայց նրա անունը մնում է Սուրբ գրքում որպես առաջին անձնավորություն, ով անուն տվեց Աստծուն։ Էլ Ռոյ, տեսնող Աստված։ Եվ նա դեռ տեսնում է։ Տեսնում է անտեսանելիներին, տեսնում է լռեցվածներին, տեսնում է նրանց, ում աշխարհը վերաբերվում է որպես միանգամյա օգտագործման սեփականություն։ Այնտեղ, որտեղ դու նայում ես ոչ ոքի չես տեսնում, նա տեսնում է ինչ-որ մեկին։ Քրիստոսից 1900 տարի առաջ մի երիտասարդ եգիպտացի կին խլվեց այն ամենից, ինչ գիտեր, նա չուներ գրանցված ազգանուն, չուներ ճանաչված ընտանիք, չուներ ձայն։ Նա սեփականություն էր, բայց այս կինը, առանց կարգավիճակի, առանց իրավունքների, առանց հույսի, ստացավ մի բան, որը ոչ մի նահապետ կամ մարգարետ չէր ստացել իրենից առաջ, դեմ առ դեմ հանդիպում Տիրոջ հրեշտակի հետ պատիվը լինելու Սուրբ գրքում առաջին անձնավորությունը, ով անուն տվեց Աստծուն, նախքան տեսանյութը շարունակելը, ցանկանում եք ամրապնդել ձեր աղոթքի կյանքը դեռս օգնել մեր ալիքին աճել, ես պատրաստել եմ նյութ ավելի քան 50 հատուկ աղոթքներով, ձեզ առաջնորդելու համար։ Սեղմեք նկարագրության մեջ եղած հղմանը օգնեք մեր նախագծին տարածել Քրիստոսի խոսքը, մտածիր հին Եգիպտոսի մասին, Քրիստոսից մոտ 1900 տարի առաջ, մոնումենտալ բուրգերի մի քաղաքակրթություն, փարավոնների, որոնց վերաբերվում էին որպես կենդանի աստվածների, մի սոցիալական կառուցվածքի, որն այնքան կարծր էր, որքան քարերը, որոնք բարձրացնում էին իրենց տաճարները, բացարձակ հիերարխիաների այս աշխարհում, պատմության կողմից չգրանցված անունով մի երիտասարդ կին ապրում էր թագավորական պալատի ծառաների մեջ, մենք չգիտենք, թե ինչպես նա հասավ այնտեղ, հնարավոր է, ծնվել էր ստրուկ, ստրուկների դուստր, հնարավոր է, վաճառվել էր սեփական ընտանիքի կողմից սովի ժամանակ, հնարավոր է, գերեվարվել էր կայսրության սահմաններում, որ է ռազմական արշավանքի ժամանակ, այն, ինչ գիտենք, այն է, որ նա կրում էր Էգար անունը, մի սեմական անուն, ոչ եգիպտական, որը որոշ գիտնականներ թարգմանում են որպես փախուստ կամ օտարերկրացի, նույնիսկ նրա անունը ազդարարում էր այն, ինչ պիտի գար։ Էգարի պատմությունը մտնում է աստվածաշնչյան արձանագրության մեջ կողմնակիորեն, գրեթե պատահականորեն, նա հայտնվում է որպես մի մանրուք Էբրեոյի Սերայի ավելի մեծ պատմության մեջ, Գնեզիսի 12-րդ գլխի տեքստը պատմում է, որ Էբրեոն իջավ Եգիպտոս, փախչելով Քենեոն տիրող սաստիկ սովից, այնտեղ վախենալով, որ փարավոնը կսպանի իրեն, իր կնոջը Սերային տիրանալու համար, ով նկարագրված էր որպես արտակարգ գեղեցիկ, Էբրեոն նրան ներկայացրեց որպես իր քույր, ծրագիրը մասնակիորեն աշխատեց։ Փարավոնն իսկապես հիացավ Սերը, ով տարավ նրան իր հարեմը, փոխարենը նա Էբրեոին նվիրեց զգալի հարստություններ, ոչխարներ, եզներ, էշեր, ծառաներ, աղախիններ։ Էգարը հավանաբար այդ նվերներից մեկն էր։ Դիտարկիր այս երիտասարդ կնոջ իրավիճակը, մեկ օրվա մեջ նա եգիպտական պալատի ծառայից դարձավ անապատում թափառող մի օտարերկրացի քոչվորի սեփականություն, նա հետում թողեց Նելոն, քարե քաղաքները, վեհաշուկ տաճարները, նա նետվեց վրանների, հոտերի,
Մշտական տեղաշարժի մի կյանքի մեջ, նա ընտրություն չուներ, նրա հետ չխորհրդակցեցին, նա ապրանք էր, որը փոխանցվում էր մի տիրոջից մյուսին որպես դիվանագիտական բանականության մի մաս, որը նա նույնիսկ չհասկացավ։ Անցան 10 տարիներ։ 10 տարի Սերան հետում էր իր արգանդի դատարկ մնալուն, մինչդեռ Աստծո խոստումները աստղերի պես բազմաթիվ սերունդների մասին արձագանքում էին հիշողության մեջ, 10 տարի Էբրեոն սպասում էր խոստացված որդուն, որը չէր գալիս։ 10 տարի Էգարը ծառայում էր լռության մեջ, անտեսանելի, մի ֆունկցիոնալ ներկայություն իր տիրուհու վրանում։ Այնուհետ Սերան որոշում կայացրեց, հետելով հին մերձավոր արևելքում տարածված մի սովորույթի, նա իր եգիպտացի ստրկուհուն առաջարկեց որպես հարճ իր ամուսնուն, այդ պրակտիկան ուներ տեխնիկական անուն ժամանակի ամուսնական պայմանագրերում։ Ամուլ կինը պետք է ապահովեր մի փոխարինողի ժառանգներ ծննդաբերելու համար, այս միությունից ծնված երեխաները օրինականորեն կհամարվեին տիրուհու զավակները, ոչ թե աղախնի, դա պրագմատիկ լուծում էր, մշակութային առումով ընդունված, փաստաթղթավորված նույն դարաշրջանի Մեսոպոտամյան խեթական տեքստերում։ Դիտիր, թե ինչ է տեղի ունենում այդ պահին, Էգարի հետ չխորհրդակցեցին, ոչ ոք չհարցրեց, թե արդյոք նա ուզում էր պառկել իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ, ոչ ոք հաշվի չառավ նրա զգացմունքները, վախերը, ընդհատված երազանքները։ Նա վերարտադրողական գործիք էր, մի հասանելի արգանդ, իր տիրուհու խնդիրը լուծելու համար, աստվածաշնչյան տեքստն արձանագրում է գործարքը ուղղակիորեն։ Սերային վերցրեց Էգարին, Եգիպտացուն, իր աղախնին, նրան կնության տվեց Էբրոին։ Վերցրեց, տվեց, տիրապետման բայեր, կիրառված մի անձի նկատմամբ։ Էգարը արագ հղիացավ, և նրա մեջ ինչ-որ բան փոխվեց։ Գնեզեսի 16-րդ գլխի տեքստն ասում է, որ երբ նա հասկացավ, որ հղի է, իր տիրուհին արամարվեց նրա աչքում, որոշ թարգմանիչներ օգտագործում են արամարանքով էր նայում արտահայտությունը։ Ուրիշները նսեմացավ նրա հարգանքի մեջ, ինչ կատարվեց այդ երիտասարդ ստրկուհու սրտում։ Թերս կյանքում առաջին անգամ Էգարն ուներ մի բան, որն իր տիրուհին չուներ, նա իր արգանդում կրում էր տան ապագա ժառանգին, նա արժեք ուներ, նա ուժ ուներ, նա ուներ մի բան, որը ոչ ոք չէր կարող խլել իրենից այդ պահին, տարիների լուռ նվաստացումը, հարկադիր հնազանդությունը, լիակատար անտեսանելիությունը, այս ամենը հիմա եռում էր մի մարդկային, հասկանալի խորապես խնդրահարույց արձագանքի մեջ։ Սերան արձագանքեց կատաղությամբ, նա գնաց Էբրեոյի մոտ թափեց իր հուսահատությունը։ Իմ անիրավությունը քեզ վրա լինի, ես ինքս իմ աղախնին դրեցի քո գիրկը, հիմա երբ նա գիտի, որ հղի է, ես արամարված եմ նրա կողմից, թող Տերը դատի իմ քո միջ։ Էբրեոյի պատասխանը շատ բան է հայտնում այդ տան դինամիկայի մասին, նա պարզապես պատասխանատվությունը վերադարձրեց Սերային։ Քո աղախինը քո ձեռքում է, արդ նրան այնպես, ինչպես քեզ լավ է թվում։ Արդ նրան այնպես, ինչպես քեզ լավ է թվում։ Նահապետը լվաց իր ձեռքերը, հղի կինը, իր երեխայի հետ միասին հանձնվեց խանդոտ կնոջ վրեժին, տեքստը օգտագործում է մի կոնկրետ եբրայերեն բառ նկարագրելու համար, թե ինչ արեց Սերան, չարչարել նրան, եբրայերեն ընա բայը կրում է ճնշման, նվաստացման, դաժան վերաբերմունքի երանգներ, դա նույն բայն է, որն օգտագործվում է սերունդներ անց Եգիպտոսում իսրայելացիների ստրկությունը նկարագրելու համար։ Էգարը փախավ։ Հղի մենակ մի եգիպտացի ստրկուհի Քենեի անապատում, նա բռնեց Սրի ճանապարհը, այն ուղին, որը տանում էր հետ դեպի Եգիպտոս, նա տոնն էր վերադառնում, փորձում էր փախչել ցանկացած տեսակի ծառայությունից, պարզապես վազում էր առանց նպատակի, հուսահատությունից դրդված, տեքստը չի ասում, միայն արձանագրում է, որ նա կանգ առավ մի ջրի աղբյուրի մոտ, ոչ մի տեղի մեջտեղում։ Եվ այնտեղ տեղի ունեցավ մի բան, որը նախադեպը չուներ Սուրբ գրքում։ Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան, ոչ թե Էբրեոյին, նահապետին, ոչ թե Սերային, նախամորը, նրան, փախստական ստրկուհուն, առանց կարգավիճակի, առանց իրավական պաշտպանության, հասարակության աչքում առանց որեկարորության կնոջը, եւ առաջին բանը, որ արեց այս աստվածային պատգամաբերը, նրան իր անունով կանչելն էր։ Էգար, Սերեյի աղախին։ Սա աստվածաշնչյան պատմության մեջ առաջին անգամն է, որ ինչ-որ մեկը դիմում է Էգարին, օգտագործելով նրա սեփական անունը, ոչ թե եգիպտացի, ոչ թե աղախին, Էգար, նա ուներ երկնքի կողմից ճանաչված ինքնություն։ Հրեշտակը տվեց երկու պարզ հարց. Որտեղից ես գալիս, ո՞ր ես գնում։ Էգարը պատասխանեց դաժան ազնվությամբ. Ես փախչում եմ իմ տիրուհի Սերեյի երեսից։ Հրամանը, որը հաջորդեց, ժամանակակից ականջներին դաժան է թվում։ Վերադարձիր քո տիրուհու մոտ խոնարհվիր նրա ձեռքերի տակ, վերադարձիր ճնշմանը, վերադարձիր նվաստացմանը, վերադարձիր այն տունը, որտեղ քեզ որպես մարդ չեն տեսնում։
Բայց այս հրամանի հետ մեկտեղ եկավ մի արտակարգ խոստում. հրեշտակը հայտարարեց, որ կբազմապատկի Էգորի սերունդը այնպես, որ հնարավոր չի լինի հաշվել, ասաց, որ նա մի որդի կծնի, նրա անունը Էզմայել կդնի, Աստված լսում է, որովհետև Տերը լսել էր նրա տառապանքը։ Նա նկարագրեց այդ որդու ապագան վայրի ազատության պատկերներով։ Նա կլինի վայրի էշի պես, ազատ ապրող, նրա ձեռքը, բոլորի դեմ, բոլորի ձեռքը, նրա դեմ, բնակվելով իր բոլոր եղբայրների երեսի առջ։ Պատկերացրու սրա չափերը, առանց իրավունքների մի ստրկուհի ստացավ սերնդի մի խոստում, որն արձագանքում էր հենց Էբրեոին տրված խոստումներին, մի կին, ում հասարակությունը համարում էր միանգամյա օգտագործման սեփականություն, լսեց, որ իր որդին լինելու է մի ազգի սկիզբը։ Եվ այնուհետ Էգորն արեց մի բան, որը ոչ մի մարդ արարած նախկինում չէր արել Սուրբ գրքում, նա անուն տվեց Աստծուն։ Դու տեսնող Աստված ես, հայտարարեց նա, եբրայերեն El Roi, եւ ավելացրեց. Արդյոք ես տեսա նրան, ով տեսնում է ինձ։ El Roi, տեսնող Աստված։ Էգորը անտեսանելին, արամարվածը, փախստականը նա անվանեց աստվածայինին, նա խոստովանեց, որ իր մեծագույն անօգնականության պահին, երբ ոչ մի մարդկային աչք չէր հոգում իր մասին, կար մի հայացք, որը գտավ իրեն, մի Աստված, ով տեսնում էր անապատում լացող հղի ստրկուհիներին, մի Աստված, ով լսում էր անձայնների լուռ ճիչը։ Նա վերադարձավ Էբրեոյի Սերայի տուն, վերադարձավ ծառայությանը, վերադարձավ նվաստացմանը, բայց վերադարձավ տարբերվող, վերադարձավ կրելով այն համոզմունքը, որ տեսնող Աստվածը ուշադիր էր իր նկատմամբ։ Էզմայելը ծնվեց, Էբրեոն 86 տարեկան էր, 13 տարի այս տղան նահապետի միակ որդին էր, 13 տարի Էգորը տանը զբաղեցնում էր երկիմաստ դիրք, ստրկուհի, բայց ժառանգի մայր, անտեսանելի, բայց անփոխարինելի։ Այնուհետ Սերան հղիացավ։ Հակառակ բոլոր կենսաբանական հավանականությունների, նա 90 տարեկան էր, Էբրեոն 100, խոստացված որդին եկավ, Էսեքույլը ծնվեց, եւ նրա ծնունդով Էգորի Էզմայելի դիրքը կտրուկ փոխվեց։ Գնեզիսի 21-րդ գլխի տեքստը արձանագրում է Էսեքույլի կաթից կտրելու խնջույքը։ Տոնակատարության ժամանակ Սերան տեսավ Էզմայելին, այժմ մոտ 14 տարեկան մի դեռահասի, որն անում էր մի բան, որը խորապես անհանգստացրեց նրան։ Օգտագործված եբրայերեն բառը երկիմաստ է, այն կարող է նշանակել ծիծաղել, ծաղրել կամ խաղալ, որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ Էզմայելը ծաղրում էր փոքրիկ Էսեքույին, մյուսները տեսնում են պարզապես եղբայրական խաղ։ Ինչպիսին էլ որ լիներ ժեստի բնույթը, Սերան արձագանքեց ծայրահեղ պահանջով. Վռնդիր այս ստրկուհուն նրա որդուն, որովհետև այս ստրկուհու որդին ժառանգ չի լինի իմ որդի Էսեքույի հետ միասին։ Վռնդիր, ոչ թե ճանապարհիր, ոչ թե ազատիր, վռնդիր, ինչպես վռնդում են անցանկալի կենդանուն։ Տեքստն ասում է, որ դա շատ վատ թվաց Էբրեոյի աչքին, իր որդու պատճառով, նկատիր, իր որդու պատճառով, ոչ թե Էգորի պատճառով, կինը, ով Էզմայելին կրել էր իր արգանդում, ով կերակրել էր նրան, ով մեծացրել էր նրան 14 տարի, նա մնում էր անտեսանելի նահապետի հարգանքի մեջ։ Բայց Աստված նորից միջամտեց, ասաց Էբրեոյին կատարել Սերայի խնդրանքը, երաշխավորելով, որ Էզմայելից նույնպես մի մեծ ազգ կստեղծի, որովհետև նա Էբրեոյի սերունդն էր, աստվածային խոստումը ծածկում էր տղային, մայրը հիշատակվեց միայն որպես ստրկուհի։ Հաջորդ առավոտյան Էբրեոն վաղ արթնացավ, վերցրեց հաց մի տիկ ջուր, ոչ թե պաշար ճանապարհորդության համար, այլ նվազագույնը, որպեսզի ուղղակի սպանություն չթվա, այդ ամենը դրեց Էգորի ուսերին, տղային հանձնեց նրան, ճանապարհեց, տասնամյակների ծառայությունից հետո, նրա համար որդի ծնելուց հետո, այդ ամենից հետո, հաց ջուր։ Էգորը մեկնեց, նա անպատակ քայլեց Բրսբեի անապատով, երբ ջուրը վերջացավ, նա արեց մի բան, որը կոտրում է ցանկացած կարդացողի սիրտ։ Տղային դրեց մի թփի տակ, հեռացավ մի նետ ընկեց տարածության վրա, նստեց ինքն իրեն ասաց. Թող ես չտեսնեմ տղայի մեռնելը։ Եվ լաց եղավ։ Ստրկուհին, ով գտել էր տեսնող Աստծուն, հիմա փակում էր աչքերը, որպեսզի չտեսնի իր որդու ծարավից մեռնելը։ Կինը, ով անհամար սերունդների խոստումներ էր ստացել, հիմա սպասում էր մահվան անապատում։ Բայց Աստված լսեց։ Ոչ թե Էգորի լացը, տեքստը կոնկրետ է, Աստված լսեց տղայի ձայնը, Էզմայելը Աստված լսում է, լսվեց այն Աստծո կողմից, ով խոստացել էր լսել նրան դեռ նախքան նրա ծնունդը։ Աստծո հրեշտակը երկնքից կանչեց Էգորին. Ինչ է քեզ հետ պատահել, Էգոր, մի վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, որտեղ նա գտնվում է, վեր կաց, վերցրու տղային բռնիր նրա ձեռքից, որովհետև նրանից մի մեծ ազգ եմ ստեղծելու։ Եվ այնժամ Աստված բացեց նրա աչքերը։ Այնտեղ մի ջրհոր կար, այն այնտեղ էր եղել ամբողջ ժամանակ, բայց Էգորը, հուսահատությունից կուրացած, չէր կարողացել տեսնել, տեսնող Աստվածը բացեց չտեսնող կնոջ աչքերը։
Նա լցրեց տիկը, ջուր տվեց տղային, նրանք ողջ մնացին։ Իսմայելը մեծացավ Փերի անապատում, նա աղեղնավոր դարձավ, Ագարը, Եգիպտացի ստրկուհին, նրա համար մի եգիպտացի կին գտավ, կինը, ով խլվել էր Եգիպտոսից, երաշխավորեց, որ իր որդին կապվի իր արմատներին, և Իսմայելի սերունդները բազմապատկվեցին, կատարելով այն խոստումը, որը տրվել էր այն երիտասարդ փախստականին Սուրի ճանապարհին գտնվող աղբյուրի մոտ։ Բայց Ագարը միակը չէր, նա միակ ստրկուհին չէր, ում մարմինն օգտագործվեց նահապետների տանը պտղաբերության խնդիրները լուծելու համար, նա աստվածաշնչյան պատմությունների միակ անտեսանելի կինը չէր։ Մտածիր Զիլփեի, Բիլեի մասին։ Երբ Ջեկն Էբրեի թոռը ամուսնացավ Լեայի Ռեքյուելի հետ, կանանցից յուրաքանչյուրը իր հայր Լեբայից նվեր ստացավ մի աղախին, Զիլփեն գնաց Լեայի մոտ, Բիլեն գնաց Ռեքյուելի մոտ, և երբ երկու քույրերի միջ երեխաների համար մրցակցությունը սաստկացավ, այս աղախինները առաջարկվեցին որպես հարճեր։ Ռեքյուելը, հուսահատված իր ամլությունից, ասաց Ջեկին. «Ահա իմ աղախին Բիլեն, մտիր նրա մոտ, որպեսզի նա ծնի իմ ծնկների վրա, ես նույնպես երեխաներ ունենամ նրա միջոցով, իմ ծնկների վրա» արտահայտությունը տեխնիկական էր։ Դա նշանակում էր, որ օրինականորեն երեխաները կլինեն Ռեքյուել 9, ոչ թե Բիլե 9։ Բիլեն ծնեց դին Նեֆթելիին, Լեան, տեսնելով, որ դադարել է հղիանալ, առաջարկեց Զիլփեին, Զիլփեն ծնեց Գեդին Էզրին, Իսրայելի 12 ցեղերից 4-ը 4 նահապետները, ովքեր անուն պիտի տային Աստծո ժողովրդին, ծնվել էին ստրկուհիներից, ովքեր ընտրություն չունեին։ Նրանցից ոչ մեկը չի հիշատակվում Սուրբ գրքում միակ բառ իսկ արտասանելիս։ Մենք չգիտենք, թե ինչ էին նրանք զգում, մենք չգիտենք, թե արդյոք նրանք լաց էին լինում գիշերները այն բանից հետո, երբ նրանց հանձնում էին մի տղամարդու, ով նրանց չէր սիրում, մենք չգիտենք, թե արդյոք նրանք երազում էին ազատության մասին։ Աստվածաշնչյան տեքստը նրանց վերաբերվում է որպես ֆունկցիոնալ գործիքների, հասանելի արգանդների երկու քույրերի միջ պտղաբերության պատերազմում։ Բիլը Զիլփը, նրանց անունները համապատասխանաբար նշանակում են անհոգ մի կաթիլ, հեգնական է, մեկը ամեն ինչ էր, բացի անհոգ լինելուց, մյուսը ավելին էր, քան մի կաթիլը։ Նա 4 ցեղերի աղբյուր էր։ Եվ ոչ միայն տնային ստրկուհիներն էին բնակեցնում հին աշխարհը, կար մեկ էլ ավելի դաժան կատեգորիա՝ պատերազմում գերեվարված կանայք։ Դյուտերոնոմիայի 21-րդ գլուխը պահպանում է հատուկ օրենսդրություն այս թեմայի վերաբերյալ, երբ իսրայելացիները դուրս գային պատերազմի, Տերը նրանց թշնամիներին հանձներ նրանց ձեռքը, եթե մի տղամարդ գերիների մեջ տեսներ մի գեղեցիկ կնոջ ցանկանար նրան, նա կարող էր նրան կնության առնել, բայց կար մի գործընթաց։ Կինը պետք է տարվեր զինվորի տուն, այնտեղ նա պետք է սափրեր իր գլուխը, կտրեր եղունգները, հաներ գերության հագուստները ողբար իր հոր ու մոր համար մի ամբողջ ամիս, միայն սկի այդ ժամանակահատվածից հետո տղամարդը կարող էր մոտենալ նրան որպես ամուսին։ Ինչ էր նշանակում այս ծեսը, գիտնականները վիճում են, ոմանք տեսնում են գործընթացը մարդկայնացնելու փորձ, կնոջը ժամանակ տալ մարսելու իր ընտանիքի, մշակույթի, նախկին ինքնության կորուստը, գլուխը սափրելու եղունգները կտրելու արարքը նշում էր անցումը։ Նա դադարում էր լինել այն, ինչ կար, որպեսզի դառնար Իսրայելի մի մասը, գերության հագուստները փոխարինվում էին նոր հագուստներով, մի ինքնություն ջնջվում էր, որպեսզի մեկ ուրիշը կառուցվեր։ Մյուսները տեսնում են պաշտպանության փորձ, շատ հին մշակույթներում պատերազմում գերեվարված կանայք անմիջապես բռնաբարվում էին, վերաբերվում էին որպես միանգամյա օգտագործման ավարի, Դյուտերոնոմիայի օրենքը պարտադիր սպասում էր սահմանում։ 30 օրվա ընթացքում զինվորի ցանկությունը ստիպված էր սառչել, կինը ժամանակ ուներ ցույց տալու իր մարդկայնությունը, երալու որպես անձ, ոչ թե պարզապես մարմին, որոշ տղամարդիկ այդ ժամանակահատվածից հետո թերս հրաժարվում էին, մյուսները թերս զարգացնում էին մի բան, որն ավելին էր, քան կոպիտ ցանկությունը։ Օրենքը նա սահմանում էր հետագա սահմաններ, եթե տղամարդը ամուսնությունը կատարելուց հետո այլս չհավաներ կնոջը, նա չէր կարող նրան որպես ստրկուհի վաճառել, չէր կարող վատ վերաբերվել նրան, նա պետք է թույլ տար նրան ազատ գնալ, որովհետև դու նրան նվաստացրիր, տեքստը ընդունում էր, որ գործընթացում կար նվաստացում, նույնիսկ երբ այն կանոնակարգված էր։ Համեմատի սա այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում այլ ազգերում, ասորեստանցիները ցցի էին հանում գերեվարված կանանց, բաբելոնացիները նրանց բաժանում էին զինվորների մեջ որպես ժամանակավոր պարկ, քանանացիները նրանց զոհաբերում էին այնպիսի աստվածների, ինչպիսին է Մոլոքոյը, հին մերձավոր արելքի դաժան համատեքստում իսրայելական օրենսդրությունը ներկայացնում էր էթիկական սահմաններ դնելու փորձ այնտեղ, որտեղ սահմաններ չկային։
Սա պրակտիկան ընդունելի չի դարձնում ժամանակակից աչքերում, ոչ մի քանակի կանոնակարգում կնոջ բռնի գերեվարումը չի վերածում արդար մի բանի, բայց այն հայտնում է Սուրբ գրքում առկա մշտական լարվածության մասին։ Աստված աշխատում է անկատար մշակույթների ներսում, աստիճանաբար շարժելով սրտերը դեպի ավելի լավ մի բան, առանց ակնթարթորեն կործանելու ամբողջ սոցիալական կարգը։ Նմիրոսի 31-րդ գլուխը առաջարկում է մի անհանգստացնող վիճակագրական հայացք. Մադիանացիների դեմ պատերազմից հետո իսրայելացիները գերեվարեցին 32,000 կույսերի, 32,000 աղջիկներ երիտասարդ կանայք, ովքեր երբեք տղամարդ չէին ճանաչել, բաժանվեցին զինվորների ժողովրդի մեջ, նրանց վերաբերվեցին որպես պատերազմի ավարի, ոչխարների, եզների էշերի կողքին։ Ապշեցուցիչ թվեր, 32,000 ընդհատված ճակատագրեր, 32,000 լռեցված պատմություններ։ Բայց այս մեդալը ունի նա մյուս կողմը. իսրայելական համակարգի ներսում այս գերեվարված կանայք ավելի շատ պաշտպանվածություն ունեին, քան ցանկացած այլ հարան ազգի մեջ, նրանք ներառվում էին համայնքի մեջ, նրանց երեխաները համարվում էին լիիրավ իսրայելացիներ։ Եթե նրանց հետ վատ էին վերաբերվում, նրանք ազատության իրավունք ունեին, եթե նրանց տերերը մեռնեին, նրանք ինքնաբերաբար չէին վաճառվում կամ դեն նետվում։ Սիրիացիների կողմից գերեվարված գեներալ Նեեմիտուն որպես աղախին տարված երիտասարդ իսրայելացի աղջիկը պատկերում է այս դինամիկան հակառակ կերպով։ Սեգնդու Ռեյզի 5-րդ գլխում այս անանուն աղջիկը ծառայում էր Նեեմի կնոջը, երբ նա իմացավ, որ իր տերը տառապում է բորոտությունից, նա չուրախացավ այն տղամարդու հիվանդությամբ, ով իրեն խլել էր իր երկրից, փոխարենը նա ասաց իր տիրուհուն. Երանի թե իմ տերը լիներ այն մարգարեի մոտ, որը Սեմերիայում է, որովհետև նա կբժշկեր նրան իր բորոտությունից։ Մի ստրկուհի, ով բարին էր մաղթում իրեն գերեվարողին, մի ռազմագերի, ով ուղղորդում էր իր տիրոջը դեպի բժշկություն, պատմությունը չի արձանագրում, թե արդյոք նա հետո ազատվեց, հավանաբար ոչ։ Բայց նրա կարեկցանքը անցնում է դարերի միջով որպես վկայություն մի մարդկայնության, որը ստրկությունը չկարողացավ կործանել։ Եվ հենց սա են բացահայտում այս կանանց պատմությունները, ի վերջո, ստրկությունը կարող էր տիրանալ նրանց մարմիններին, կարող էր ջնջել նրանց անունները պաշտոնական արձանագրություններից, կարող էր լռեցնել նրանց ձայները պատմությունների մեջ։ Բայց չէր կարողանում ջնջել Աստծո պատկերը, որը դրոշմված էր նրանց մեջ։ Էգարը, արամարված փախստական, անվանեց աստվածայինին։ Բիլեն Զիլփեն, որպես փոխարինող արգանդներ օգտագործված, ծնեցին նահապետներ։ Պատերազմում գերեվարված կանայք, Իսրայելին միացած, դարձան ընտրյալ ժողովրդի նախնիները։ Նեեմի ստրկուհին, իր երկրից գողացված, բժշկություն բերեց իրեն գերեվարողին։ Օրինաչափությունը կրկնվում է, համակարգը փորձում է նրանց մարդկային կերպարանքից զրկել, Աստված պնդում է տեսնել նրանց։ Եվ ահա այն շրջադարձը, որը փոխում է ամեն ինչ։ Երբ Պողոս առաքյալը գրեց գաղատացիներին դարեր անց, նա օգտագործեց հենց Էգարի Սերայի պատմությունը որպես մի այլաբանություն։ Էգարը ստրկուհին ներկայացնում էր Սինայի ուխտը, օրենքը, որը ստրկություն է ծնում, Սերան ազատը, ներկայացնում էր խոստման ուխտը, շնորհը, որն ազատում է։ Բայց ինչ է ասում գիրքը, հարցրեց Պողոսը, դուրս հանիր այդ ստրկուհուն նրա որդուն, որովհետև ստրկուհու որդին ամենին ժառանգ չի լինի ազատի որդու հետ։ Դաժան բառեր, ակնհայտորեն Էգարի մերժման վերջնական հաստատում, բայց նկատիր, թե ինչ է անում։ Պողոսը հաջորդիվ, նա հայտարարում է. մենք եղբայրներ, խոստման որդիներ ենք, ինչպես է Սեքույը։ Շրջադարձը սա է, նրանք, ովքեր ստրկացած էին ոչ թե մարդկային ծառայությամբ, այլ օրենքով, մեղքով, փրկվելու անհնարինությամբ, ազատվում են խոստումով, նույն Աստվածը, ով տեսավ Էգարին անապատում, տեսնում է յուրաքանչյուր մարդու, ով ստրկացած է իր սեփական վիճակի ծանրության տակ։ Եվ Քրիստոսը, Սերայի խոստացված սերունդը Էսեքույի միջոցով, ազատություն բերեց բոլոր ստրուկներին, ցանկացած տեսակի ստրկությունից։ Ավետարանը չի ընտելացնում այս պատմությունը, չի ձացնում, թե ստրկությունը գոյություն չի ունեցել, չի ջնջում Էգարի արցունքները, ոչ էլ Բելայի Զիլփեի լռությունը, ոչ էլ 32,000 մադիանացի կույսերի վիշտը։ Բայց այն անցնում է այս պատմությունների միջով մի ձափողող ճշմարտությամբ։ Քրիստոսի մեջ չկա ոչ ստրուկ, ոչ ազատ, չկա ոչ տղամարդ, ոչ կին, բոլորը մեկ են։ Էգարը մեռավ Փերիի անապատում, մենք չգիտենք, երբ, մենք չգիտենք ինչպես, նրա գերեզմանը, եթե նույնիսկ ունեցել է այդպիսին, կլանվել է ավազների կողմից, բայց նրա անունը մնում է Սուրբ գրքում որպես առաջին անձնավորություն, ով անուն տվեց Աստծուն։ Էլ Ռոյ, տեսնող Աստված։ Եվ նա դեռ տեսնում է։